Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի հաշվետվությունը 2024 թվականին իրականացված աշխատանքներով։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ծրագրով սահմանված թիրախները եւ դրանց ուղղությամբ կատարված եւ նախատեսվող աշխատանքները։ Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է, որ իրականացվել է 500 բնակավայրի կադաստրային քարտեզների ուղղում, որից 156-ը 2024 թվականին։ Աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թվականի մարտ ամսին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին պաշտոնում նշանակվելու առիթով։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Կանադայի վարչապետի պաշտոնում ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները ձևավորվել են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ համագործակցության միջավայրում։ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս վերընթաց զարգացում ապրող երկկողմ հարաբերություններին, վստահ եմ, որ համատեղ ջանքերով եւ մեր կառավարությունների սերտ փոխգործակցության շնորհիվ մեզ կհաջողվի լիովին բացահայտել մեր երկրների երկկողմ օրակարգի առկա զգալի ներուժը, խորացնել եւ ընդլայնել համագործակցությունը տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական եւ այլ ոլորտներում ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։ Օգտվելով առիթից հայտնում եմ ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը Հայաստանի եւ Կանադայի երկկողմ օրակարգի բոլոր ուղղություններով։ Մաղթում եմ ձեզ քաջ առողջություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին բարեկեցություն եւ խաղաղություն։ Հայաստանի նոր սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը չվտանգող։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, հավելելով, որ խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող սահմանադրության մասին է խոսքը։ Նաև վարչապետի կողմից այս հարցը բարձրաձայնվել է, խոսվել է բնակչության եւ իրավական կարգավորումների, նաև սահմանադրության միջև այդ ճեղքի մասին եւ ասված է հիմնավորվել է ոչ թե նրանով, որ այս պահին մենք ունենք ոչ լեգիտիմ սահմանադրություն, այլ հիմնավորվել է նրանով, որ համապատասխան պայմաններ չեն եղել, որպեսզի լեգիտիմ միջավայրում ընտրություններ կազմակերպվեն, որ քաղաքացի սահմանադրություն այդ կապը արմատավորվի, հիմնավորվի։ Խնդրում եմ այս համատեքստով առաջնորդվենք, որովհետև այլ համատեքստ ուղղակի առկա չէ։ Մենք այսօր ունենք գործող սահմանադրություն, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ մենք ուզում ենք ունենալ ավելի լավ սահմանադրություն, որը կբալանսավորի իշխանության բոլոր թևերի միջև շահերը, իրավունքները եւ նաեւ լիազորությունները։ Մենք ուզում ենք ունենալ սահմանադրություն, որը ավելի լավը կլինի իշխանության թևերի զսպման եւ հավասարակշռման մեխանիզմների համատեքստում, ուզում ենք ունենալ սահմանադրություն, որը ավելի ամուր կապ կապահովի ժողովրդի եւ պետության միջև, դատական իշխանություն ենք ուզում, որ կազմավորվի գուցե եւ այլ եղանակներով, քան հիմա է կազմավորվում, որպեսզի ժողովրդի եւ դատական իշխանության միջև կապը ավելի ամրապնդվի եւ ուզում ենք ունենալ ամփոփելով միտքս լավ սահմանադրություն։ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի падգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում չեխ խորհրդարանականները ծանոթացել են եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին եւ նյութերին։ Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Ճապոնիան ողջունել է խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածած հայտարարությունը։ Երկու երկրների միջև հակամարտության վերջնական կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար։ Ճապոնիան հույս ունի, որ մոտ ժամանակներս կստորագրվի երկու կողմերի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագիրը ու տարածաշրջանի հետ կապված խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով եւ մշտական հիմունքներով, ասված է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Այս ամենի ֆոնին վերջին օրերին ադրբեջանական կողմը արդեն մի քանի անգամ է առանց որևէ փաստի մեղադրանքներ հնչեցնում, թե իբր հայկական կողմը կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պարագայում, բայց այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ որևէ հիմնավորում։ Իդեպ Բաքվից պատասխանը չի ուշացել։ Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի վարչապետի գրասենյակի 2025 թվականի մարտի 18-ի հայտարարությունը, որը Ադրբեջանի նկատմամբ միանգամայն անհիմն հավակնությունների հետ մեկտեղ խեղաթյուրում է սահմանային շրջանում տեղի ունեցած իրողություններն ու գնդակոծության փաստերը։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով այսօր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը անդրադարձել է լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի ու բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներին։ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց գործառույթների իրականացման շրջանակներում զորամիավորումներում, տարբեր կայազորերում պարբերաբար հանդիպում քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն ենթատեքստ չունեն եւ բացառապես բանակային օրակարգի շրջանակներում են։ Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի եւ նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այսօր ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, նախկին գլխավոր բանակցող եւ Եվրոմիության հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ Մեգլենա Կունյևային։ Հանդիպմանը ներկային եղել նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը եւ Հայաստանում Եվրոմիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։ Երևանի քաղաքապետարանը 2024 թվականին ամենամեծ ծավալի աշխատանքներն է կատարել, այս մասին հայտնում է Ավինյանը։ 2023-ին ասում էինք, ասեք կանենք, դա ուղղակի խոստում չէր, այլ հստակ աշխատանքային ծրագիր, եւ ահա 2024 թվականին այդ աշխատանքային ծրագրի մի կարևոր հատված մենք արդեն իսկ իրականացրել ենք, նշել է Ավինյանը եւ անդրադարձել որոշ ուշագրավ դրվագների։ Ես ուզում եմ այնուամենայնիվ այսօր խոսել, քանի որ մեր գործընկերները այստեղ շատ հաճախ բուրըն ելույթներով հանդես են գալիս, թե ինչ ենք ունեցել եւ դեպի ուր ենք շարժվում։ Մենք ունեցել ենք մի քաղաք ընդհանուր առմամբ նկարագրեմ, որը որ մայթերը զավթված են, այգիները բաժանված են տարբեր անհատների եւ ընկերությունների միջև, տարբեր հետաքրքրությունների ունեցող մարդիկ տարբեր հատվածներում իրենց գործունեությունն են ծավալել եւ ընդհանուր առմամբ ասենց բիզնես տրամաբանությամբ քաղաք ենք ունեցել։ Ինչ ենք մենք արել շարունակաբար։ Մենք մաքրել ենք այգիները, բացահայտել ենք բակային տարածքները, սարքել ենք 124 բակ, սարքել ենք վերջին տարվա ընթացքում 7 այգի, դրան գումարած նաև Մերգելյանի այգին։ Շարունակաբար ազատել ենք մայթերը կրպակներից եւ այսպես շարունակ, բայց ամենատարօրինակը ինձ համար այն է, եւ ամենամեծ սխալը կարծում եմ մեր կայանում է նրանում, որ 2018 թվականից հետո մի մեծ ծավալի, այսպես ասած նախկին 30 տարիների ընթացքում գեներացված սև փողեր
որևէ կերպ տենց մեծածավալ արձագանք եւ պատասխան չի ունեցել եւ հիմա այդ սև փողերը ուղղվում են տարբեր լրատվամիջոցների, ուղղվում են տարատեսակ բլոգերների, ուղղվում են քաղաքական ուժերի եւ այդ քաղաքական ուժերը, որոնք որ հիմա ասեն սպիտակ մորթին հակած, ասում են վայ մենք ոչ մեկի հետ կապ չունենք, մենք նախկին իշխանությունների հետ կապ չունենք, մեզ այսօր ասում են գիտեք, այն բանի 4-րդ կարգի վթարային բնակարանների հարցը դուք խոստում եք տվել եւ չեք լուծել։ Այ կներեք, եկեք ես ձեզ հիշացնեմ Հյուսիսային պողոտայում ոնց էին մարդկանց բռնի տնից հանում շպրտում դուրս, որ հիմա եվրոպական դատարաններով անցած այդ բոլոր գործերով Հայաստանի Հանրապետությունը վճարում է այդ մարդկանց։ Դուք դրա հետ կապ չունեք, չէ՞։ Դուք կապ չունեք նրա հետ, որ շարունակաբար տարբեր էս հիմա որ բոլոր այգիները ցենց կյանքի գնով, քրտինքի արյան գնով, ջարդելով, փշրելով այդ հին սրճարաններն ու կրպակները, դուք դրա հետ կապ չունեք իհարկե, դուք կապ ունեք նրա հետ, որ այստեղ գաք ու վատաբանեք ու ելույթ ունենաք նրա մասին, որ 2024 թվականին Երևանի քաղաքապետարանը ամենամեծ ծավալի աշխատանքն է արել, 505 վերելակ է փոխել այս քաղաքում, 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ է արել, տասնյակ մանկապարտեզներ է հիմնանորոգել, միայն այս 13 միլիարդ դրամից մեր բյուջեի 40 միլիարդը 100 միլիոն դոլարը ծախսվել է կրթության վրա, 100 միլիոն դոլարը ծախսվել է կրթության վրա, մանկապարտեզների երեխաների սնունդը բարելավելու, մանկապարտեզները հիմնանորոգելու, մանկապարտեզների բակերը դուք սենց բան եք տեսել 30 տարվա ընթացքում, ոչ, դուք սենց բան չեք տեսել, դուք տեսել եք եւ ուրիշ բանի եք սովոր, դուք սովոր եք, որ քաղաքը պետք է բաժան արվի, ամեն մեկը իր հետաքրքրությունների չափն ու բաժինն ունենա, ամեն մեկն իր քյարն ունենա, այ դրան եք դուք սովոր, դուք դա եք ուզում, դուք դրան եք ձգտում, դուք ձեր արշինով եք չափում մեզ, հասկանում եք մեզ, դուք ձեր տեսակով ու ձեր տրամաբանությամբ եք մեզ չափում, այդտեղ է խնդիր։ Այս տարի մայրաքաղաքի շուրջ 4 տասնյակի հասնող զբոսայգիների շարքը կհամալրվի եւս մի քանիսով։ Երևանի քաղաքապետարանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ակտիվորեն շարունակելու է իրականացնել մայրաքաղաքում կանաչ ֆոնդի հարստացման աշխատանքներ։ Ընդլայնվող նոր տարածքների կանաչապատում, ջրագծերի, ինչպես նաեւ ոռոգման նոր համակարգերի փոխարինում եւ անցկացում։ Սրանք ընթացիկ տարվա այն միջոցառումներից են, որոնք տեղ են գտել կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի աշխատանքային ծրագրում։ Աշխատանքներն ընդգրկելու են Երևանի բոլոր վարչական շրջանները, մասնավորապես Նոր-Նորք վարչական շրջանում Միասնիկյան Լվովյան փողոցներին հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հեկտար մակերեսով զբոսայգի։ Այդ նպատակով առաջիկայում մեկնարկելու են նշված տարածքի մաքրման, չորացած եւ կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման ու փոխարինման, ինչպես նաեւ հողային եւ խորքային ջրերի ուսումնասիրության աշխատանքներ։ Դեռևս նախորդ տարի զավթված հողակտորների զգալի մասը վերադարձվել էր համայնքին, այս տարի նույնպես այդ գործընթացը շարունակվելու է։ Զբոսայգին հագեցած է լինելու անհրաժեշտ ենթակառուցվածքներով եւ հանդիսանալու է մայրաքաղաքի անտառային գոտիներից ամենամեծը։ Մոտ 4 հեկտար տարածքով զբոսայգի էլ կհիմնվի Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից լանջային հատվածում։ Ընթացիկ տարվա ծրագրերի շարքում է նաև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու վերահիմնման աշխատանքները։ Տարածքում արդեն իսկ անցկացվել է ջրագիծ տնկվող ծառատեսակների ու թփերի խնամքն ապահովելու համար։ Երկար տարիներ ամայի ու անջրթի այս տարածքը առաջիկայում կդառնա երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը։ Շուրջ 4.5 հեկտար կանաչապատ գոտի կստեղծվի նաև աշտարակից Երևան մուտք գործող մայրուղային հատվածում։ Կանաչ տարածքների շարունակական ընդլայնման եւ բարելավման գլխավոր նախապայմաններից է ոռոգման ցանցի կառուցումն ու արդիականացումը։ Դրանով պայմանավորված ծրագրերի շրջանակներում իրականացվելու են նաև մայր ջրագծերի կառուցման եւ ոռոգման ցանցի արդիականացման աշխատանքներ։
Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև դատաիրավական համագործակցության զարգացմանը, դատապարտյալների փոխանակման եւ երկկողմ իրավական փոխադարձ օգնության մեխանիզմների ամրապնդման ուղղված հարցերը։ Կողմերը կարևորել են դատաիրավական ոլորտում փոխգործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել խորացնել շփումները այդ ուղղությամբ նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունը։ Տեխնիկական միջոցների տիրապետում, ղեկի հմուտ կառավարում, էքստրեմալ իրավիճակներից դուրս գալու ունակություն։ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայողները կատարելագործում են մեքենա վարելու հմտությունները։ Այդ համատեքստում պարեկային ծառայողների համար անցկացվել են վարժանքներ։ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ստացած գիտելիքները ժամանակ առ ժամանակ կատարելագործելու կարիք է լինում։ Համագործակցում եմ 2021 թվականից նախարարության հետ ոստիկանության պարեկային ծառայության բացման իսկ օրվանից կրթահամալիրից ենք սկսել աշխատել համատեղության կարգով։ Մենք սովորացնում ենք պարեկներին, պարեկային ծառայողներին հմուտ ավտովարում եւ սովորացնում ենք հիմնականում էքստրեմալ պայմաններում եւ հակավթարային իրավիճակներից ոնց են դուրս գալի։ Գործնական վարժանքների ընթացքում հաշվի են առնվում տարբեր եղանակային պայմանները եւ ռելիեֆային առանձնահատկությունները։ Վարժանքների ավարտից հետո պարեկները ըստ ցուցաբերած տվյալների կգնահատվեն 1-ից 10 բալային համակարգով։ Վարժանքները շարունակական են լինելու։ Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ։ Մարտի 17-ին տեղի է ունեցել Ստեփանավանի հրշեջփրկարարական նոր կայանի բացման արարողությունը, որին մասնակցում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ներկայ էին Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարարծառայողներ։ Ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Ստեփանավանի հրշեջփրկարարական կայանի կառուցման գործում ցուցաբերած օժանդակության համար։ Նա աղետներին դիմակայունության բարձրացման համատեքստում կարևորել է Միացյալ Նահանգների գործընկերների հետ շարունակական համագործակցությունը, որի շրջանակում նման հենակետեր են կառուցվել նաև հանրապետության 6 համայնքներում։ Արփինե Սարգսյանը նշել է, որ Ստեփանավանում հրշեջփրկարարական կայանի գործարկումը կարևոր նախաձեռնություն է մի կողմից թույլ տալով փրկարարծառայողներին արտակարգ իրավիճակներում ապահովել արագ արձագանքում, լինելով ավելի մոտ մեր հանրությանը, մյուս կողմից արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելով հենց ծառայողների համար։ Կառավարությունը աղետների ռիսկի կառավարման տրամաբանության մեջ լիովին նոր ռազմավարական մոտեցումներ է որդեգրել, որոնք պիտի մեզ օգնեն ոչ միայն կենտրոնանալու փրկարարական աշխատանքի վրա որպես արձագանքման կարևոր բաղադրիչ, այլ նաև գալով սկզբից ըստ էության գնահատելով առկա ռիսկերը, հասկանալու համար թե ինչպիսի վաղազդարման համակարգեր կարող ենք ունենալ, հետո գալ դեպի արձագանքումը եւ նաեւ հետաղետային վերականգնումը, որը թույլ պիտի տա աղետի ռիսկի կառավարման ցիկլում ավելի արդյունավետ գործել։ Նախարարի խոսքով փրկարարի առաքելությունը ապրելու, աշխատելու եւ ճամփորդելու համար Հայաստանն առավել ապահով դարձնելն է եւ այդ համատեքստում կարեւոր են թե ծառայությունում ինստիտուցիոնալ փոփոխությունները, թե ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությունը։ Մատնանշելով Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հաղթահարման փորձը, նախարարը նշել է, որ այն փրկարար ծառայության օպերատիվ արձագանքման կարողությունները գնահատելու համար առանձնահատուկ օրինակ է։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաեւ փրկարարների մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործմանը, մարզում կամավորական հրշեջ փրկարարական ջոկատի ձևավորմանը։ Նախարարը արձանագրել է, որ ջանք չի կարող խնայվել եւ չի խնայվում 911 փրկության հեռախոսահամարով դիմողին փրկությունը հնարավորինս արագ հասցնելու համար։ Այս հրշեջփրկարարական կայանը կարծում եմ Ստեփանավանի եւ մոտակա համայնքների բնակավայրերի համար հնարավորություն է, որպեսզի արտակարգ իրավիճակներին հնարավոր լինի ավելի արագ արձագանքել։ Կայանի բացման արարողությանը երկու պարով հանդես են եկել SOS մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի սաները։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շրջել են տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայողների հանգստի եւ կապի սենյակների հագեցվածությանը, տեխնիկական ու գույքային համալրվածությանը։ Մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեթրակյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի գլխամասային գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի մետրոպոլիտենի շահագործման գծով տնօրենը եւ տեխնիկական բաժնի պետը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի զարգացման եւ ընդլայնման ռազմավարական ծրագրերը, որոնք ուղղված են մետրոպոլիտենը առավել անվտանգ, հարմարավետ դարձնելու, միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ծրագրերը։ Բաբկեն Սեթրակյանը ներկայացրել է վերջին տարիներին մետրոպոլիտենում կատարված աշխատանքները։ Նա նաև նշել է, որ չնայած իրականացված մեծ ծավալի աշխատանքների, մետրոյի զարգացման ու վերազինման համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ։ Զարգացման բանկի ներկայացուցիչները այցելել են մետրոպոլիտենի կարգավորման կենտրոն, շրջել դեպոյի տարածքում, ծանոթացել գործող ենթակառուցվածքներին, ուսումնասիրել կատարվելիք աշխատանքների ծավալները։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հյուրերը հույս են հայտնել, որ սկիզբ կդրվի արդյունավետ համագործակցության։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել են Համասի դեմ վճռական միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում։ Այդ մասին հաղորդում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Համասը մերժել է բոլոր առաջարկները, որոնք նա ստացել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթկոֆից եւ մյուս միջնորդներից։ Ինչպես պարզաբանել է Նեթանյահուի գրասենյակը, Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներն ուղղված են Համասի ռազմական եւ վարչական պոտենցիալի վերացմանը եւ պատանդների վերադարձին։ Իսրայելը նախորոք զգուշացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պաղեստինյան Համաս շարժման դեմ մարտական գործողությունները վերսկսելու պլանների մասին։ Մարտի 18-ի գիշերը Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից հետո զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 400-ը, վիրավորվել է ավելի քան 560 մարդ։ Իսրայելական զինվորականները գիշերը վերսկսել են հարվածները Գազայի հատվածում Համասի օբյեկտներին երկրի ղեկավարության հրահանգով։ Գազայի իշխանությունները նշում են, որ հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։ Սիրիան եւ Լիբանանը սիրիական բանակի եւ Հեզբոլլահի միջև բախումներից հետո համաձայնության են եկել երկու երկրների սահմանի երկայնքով հրադադար հաստատելու վերաբերյալ։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Լիբանանի պաշտպանության նախարարության հետ սահմանին կրակը դադարեցնելու մասին։ Իր հերթին Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան հեռախոսազրույց է ունեցել իր սիրիացի գործընկեր Մարհավ Աբու Ասրայի հետ, քննարկելու երկու երկրների սահմանային զարգացումները։ Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները Լիբանանի բանակի հետախուզական վարչության եւ սիրիական հետախուզության միջև, կանխելու սահմանային իրավիճակի վատթարացումը եւ քաղաքացիական հնարավոր զոհերը։ Եվրամիությունը եւ գործընկերները 5.8 միլիարդ եվրո են հատկացնում Սիրիային եւ նրա հարևաններին, հայտարարել է Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Դա կօգնի Սիրիային վճռական անցումային շրջանում եւ կբավարարի հրատապ կարիքները տեղում։ Սա հնարավորություն է Սիրիայի ժողովրդի համար օգտագործելու առիթը եւ որոշել սեփական ճակատագիրը, գրել է Կայա Կալասը X-ի միկրոբլոգում։ Փարիզի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում գտնվող թատրոնի շենքերից մեկից վտարել է մի քանի 100 ներգաղթյալների, որոնք դեկտեմբերից զավթել են շենքը։ Ձախ կուսակցությունների ակտիվիստները եւ կողմնակիցները միջամտել են իրավապահների գործողություններին։ Եղել են բախումներ, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։ Ներգաղթյալներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է։ Քաղաքի կենտրոնում գտնվող թատրոնը արմատական ձախի համբավ ունի։ Այնտեղ հաճախ անցկացվում էին միգրացիոն խնդիրների վերաբերյալ ներկայացումներ եւ կոնֆերանսներ։ Թատրոնի ղեկավարությունը դեկտեմբերին ասել էր, որ ներգաղթյալներին դուրս շպրտելը անհավանական է, քանի որ դրսում շատ ցուրտ է։ Ի վերջո թատրոնը որոշ ժամանակով փակվել է, իսկ ներգաղթյալները չէին ցանկանում կամավոր հեռանալ։
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները, ինչպես նաև երկրների միջև հետախուզական տեղեկատվության փոխանակումը վերսկսվել է, ասել է Պենտագոնի խոսնակ Շոն Պարնելը։ Այս տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ռազմաօդային ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։ Վաշինգտոնը վերսկսել է ռազմական օգնության մատակարարումը Կիևին երկու երկրների պատվիրակությունների միջև մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններից հետո։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վուլցը նույն օրը ասել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Սպիտակ տունը մերժել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի падգամավոր Ռաֆայել Գլյուքսմանի ազատության արձանը Ֆրանսիային վերադարձնելու կոչը։ Իր նախաձեռնությունը ֆրանսիացի քաղաքական գործիչը բացատրել է նրանով, որ Միացյալ Նահանգները հեռացել է ժողովրդավարությունից եւ կանգնած է բռնակալների կողքին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերադարձնի արձանը Ֆրանսիային, պատասխանել է՝ միանգամայն ոչ, եւ իմ խորհուրդն է այս անանուն ֆրանսիացի ցածր մակարդակի քաղաքական գործչին հիշեցրեք նրանց, որ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների շնորհիվ է, որ ֆրանսիացիները այժմ չեն խոսում գերմաներեն։ Հիշեցնենք, ազատության արձանը բացվել է Նյու Յորքի նավահանգստում 1886 թվականի հոկտեմբերի 28-ին Ամերիկայի անկախության հռչակագրի 100-ամյակի կապակցությամբ որպես ֆրանսիացի ժողովրդի նվերը Միացյալ Նահանգներին։ Եվ վերջում եղանակի մասին։ Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ լեռնային շրջաներում ձյան տեսքով։ Ջերմաստիճանը ակնհայտ նվազելու է։ Մարտի 19-ից 22-ը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաներում, հատկապես գիշերը ձյան տեսքով։ Մարտի 19-ից 22-ը առանձին շրջաներում տեղումները լինելու են բավականին առատ։ Օդի ջերմաստիճանը մարտի 19-ից 23-ը, հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար նվազելու է 10-ից 12 աստիճանով։